Ողջունում եմ բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր, ինչպես միշտ, ամեն շաբաթ կներկայացնեմ հաջորդ շաբաթվա հունիսի 1-ից մինչև 7 ընկած ժամանակահատվածի վերլուծությունը, միասին կհասկանանք, թե ինչպիսի օրեր ունենք, ընդհանրապես ինչպիսին է էներգետիկան գալիք շաբաթվա ընթացքում, որ օրերը ինչի համար կարող ենք օգտագործել, իսկ դուք մնացեք մինչև վերջ, նայեք վիդեոն մինչև վերջ, որտեղ վերջում լինելու է շատ հետաքրքիր բացահայտում, քանի որ գալիք շաբաթը շատ բուռն է լինելու եւ հետաքրքիր իրադարձություններով։ Մինչ առաջ անցնելը նորից հիշեցնեմ, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անձի կենդանակերպը, որ կենդանակերպի տարում եք ծնվել եւ որն է ձեր անհատական էլեմենտը, ապա սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ցանցյան տվյալները եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է արդեն ձեր անհատական բազի քարտը, բազի քարտի օրվասյան վերևի հատվածում երևում է անհատական էլեմենտը եւ տարվասյան ներքևի հատվածում երևում է անձի կենդանակերպը։ Եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա բազի մասին, ապա խնդրեմ դիտեք այս վիդեոն, այն իմ YouTube-յան ալիքում է, շատ հետաքրքիր ինֆորմացիա կա ներսում, ընդհանրապես բազի մասին եւ ինչպես նայել անհատական էլեմենտը, կենդանակերպերը եւ այլն։ Հիմա, մինչև առաջ անցնելը անպայման, եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ, կիսվեք ձեր շրջապատի մարդկանց հետ, որպեսզի այս վիդեոն ունենա ավելի շատ տարածում։ Ամսի 1-ը մեզ մոտ մաքրում բնութագրով օրով է, ընդհանրապես մաքրում օրերը մեզ մոտ համարվում են այն օրերից, երբ մենք պետք է ազատվենք ինչ-որ ավելորդ բաներից, դա կարող է լինել նյութական իր, դա կարող է լինել ուղղակի մտքեր, ուրեմն ոչ պիտանի մտքեր, բացասական մտքեր, նաև հարաբերություններ, որոնք այլևս չեն նպաստում մեր հետագա զարգացմանը։ Օրը հրեղեն ձիու օրն է, ու շատ հետաքրքիր է, որ տարվա հետ ունենք համընկնում, այսինքն ամսի 1-ը, հունիսի 1-ը դա հրեղեն ձի է, տարին նույնպես մեզ մոտ հրեղեն ձիու տարին է եւ իրադարձությունները կարող են մի փոքր այլ ոճի լինել օրվա ընթացքում, մի փոքր ավելի բացասական, դրսևորում կարող են ունենալ, քանի որ օրվա մեջ չունենք ոչ մի դրական աստղ, հետեւաբար եղեք մի փոքր ավելի ուշադիր, նոր նախաձեռնություններ մի սկսեք, ցանկալի չէ սկսել, ավելի լավ կլինի հետաձգեք մեկ այլ օրվա, քանի որ օրվա մեջ ունեն կրակի էլեմենտի մեծ առկայություն եւ որը ես հիմնականում խորհուրդ կտամ իրականացնել օրվա ընթացքում իրականացնել մաքրման աշխատանքներ, ազատվեք հնից, ազատվեք այն ամենից, ինչը այլևս ձեզ պետք չէ, մաքրեք ձեր տարածքը, ձեր բնակարանը, ձեր սենյակը, ձեր աշխատասեղանը, աշխատասեղանի դարակները եւ այլն։ Սրան շատ մեծ ուշադրություն դարձրեք, շատ կարեւոր է։ Օրը համարվում է առավել դրական վագրի, ձիու, այծի եւ շան տարում ծնվածների համար ֆինանսական առումով օրը համարվում է դրական ջուր յան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար։ Ամսի 2-ը մեզ մոտ լիություն բնութագրով օրով է, չնայած լիություն է, բայց էներգիաները այդքան էլ լավը չեն, ինչի համար կարող ենք օգտագործել օրը, առավել պասիվ ինչ-որ գործողությունների համար, հիմնականում խոսքը վերաբերվում է հանգստին, խոսքը վերաբերվում է ընթացիկ գործերը շարունակել, նոր նախաձեռնություններ ցանկալի չէ սկսել օրվա ընթացքում։ Օրը մեզ մոտ դա հրեղեն այծի օրն է, ու հրեղեն այծը, ուրեմն օրը, հրեղեն այծի օրը համարվում է դրական նապաստակի, ձիու, այծի եւ խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով կշահեն ավելի շատ ջուր ին անհատական էլեմենտը ունեցող անձինք։ Ամսի 3-ը մեզ մոտ հավասարակշռում բնութագրով օրով է բնութագրված, հողեղեն ուրեմն կապիկի օրն է, օրը համարվում է դրական օր, ինչ կարող ենք առնել օրվա ընթացքում։ Օրը կարող ենք օգտագործել հանդիպումների համար, օրը կարող ենք օգտագործել բանակցությունների համար եւ օրը կարող ենք օգտագործել նաեւ նոր ծանոթություններ ստեղծելու, նոր շփումներ ձեռք բերելու համար եւս համարվում է դրական օր։ Օրը առավել դրական է համարվում նրանց համար, ովքեր ծնվել են առնետի, վիշապի, ուրեմն օձի եւ կապիկի տարում։ Ֆինանսական առումով փայտյան անհատական էլեմենտ ունեցող անձինք ավելի շատ կունենան շահեկան դիրք։ Ամսի 4-ը ունենք կայունություն բնութագրով օր, օրը համարվում է բավականին
ուժեղ դրական օր, օրը կարող ենք օգտագործել ճանապարհորդության, պայմանագրերի ստորագրման, ամուսնության համար, պարտքերի հավաքագրման, նոր բիզնեսի բացման համար եւս համարվում է շատ լավ օր։ Իսկ որ կենդանակերպերը առավել շահեկան դիրքում են, ովքեր ցանվել են ցլի, վիշապի, օձի և ակաղի տարում ֆինանսական առումով փայտ 9 անհատական էլեմենտ ունեցող անձին կլինեն առավել շահեկան դիրքերում ֆինանսական առումով։ Ամսի 5 եւս նորից ունենք կայունություն բնութագրով օր, ինչու է կրկնվում օրվա բնութագիրը, քանի որ մեզ մոտ անցումային օր է համարվում ամսի 5-ը, մենք ուրեմն փայտը օձի, ջրային օձի շրջանից, ամսվանից անցնում ենք դեպի ուրեմն փայտե ձիու ամիս, այսինքն մենք հունիս ամիսը սկսվում է ոչ թե ըստ չինական օրացույցի, ոչ թե սկսում է ամսի 1-ից, այլ սկսում է ուրեմն ամսի 5-ից։ Դրա համար մենք ունենք երկու օրերի բնութագրիչների կրկնություն։ Հիմա ամսի 5-ը մեզ մոտ մետաղական շան օրն է, օրը համարվում է կրկին դրական օր, նոր պաշտոնի ստանձնման, պարտքերի հավաքագրման, ինչու չէ նաև շինարարական աշխատանքներ սկսելու համար եւս լավ օր է, վերանորոգում իրականացնելու համար, նոր պայմանագրերի ստորագրման, վաճառքներ իրականացնելու համար, ամուսնության համար եւս համարվում է դրական օր։ Կենդանակերպերի մասով վագրի, նապաստակի, ձիու եւ շան տարուն ծնվածները կլինեն առավել հաջողակ օրվա ընթացքում, օրվա էներգիաները ավելի շատ օգնում են այս կենդանակերպերին եւ ֆինանսական առումով, որը ավելի շատ ուրեմն օգնում է կրակյան անհատական էլեմենտը ունեցող անձանց։ Ամսի 6-ը մեզ մոտ նախաձեռնում բնութագրով օր է, չնայած նախաձեռնում օր ունենք, բայց ես խորհուրդ կտամ մի փոքր ավելի пассив լինել, ավելի շատ կատարել պլանավորում, քան թե ակտիվ ինչ-որ գործողություն ձեր արդեն ուրեմն կատարած պլանավորման հիման վրա, եղեք ավելի շատ պլանավորում կատարեք, մտածեք, խորհեք, հաշվարկներ կատարեք, վերլուծություններ արեք եւ այլն, ավելի շատ պլանավորեք, քան թե անցեք կոնկրետ գործողությունների։ Սա իմ խորհուրդն է կենդանակերպերի մասով վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարուն ծնվածների համար կլինի ավելի շատ դրական, իսկ ֆինանսական առումով կշահեն կրակ 9 անհատական էլեմենտը ունեցող անձինք։ Եվ հաջորդ օրը, որը շաբաթվա վերջի օրն է, կիրակի օրը, մեզ մոտ հունիսի 7-ն է եւ հունիսի 7-ին ունենք կործանում բնութագրով օր։ Այս օրը մեզ մոտ նաեւ ընտրությունների օրն է, խորհրդանական ընտրությունների օրն է եւ սրա մասին ես նաեւ post եմ գրել, եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, կործանում բնութագրով օրերին հատկապես հենց հունիսի 7-ը, որտեղ մենք ընդհանրապես չունենք ոչ մի կարևոր ուրեմն աստղեր, էներգիաներ, ամբողջովին բացասական է եւ օրը համարվում է ոչ բարենպաստ կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ Իսկ ինչ է տեղի ունենում նման օրերին, երբ որ տոտալ նեգատիվ է, բացասական էներգետիկա կա ու բացակայում են դրական էներգիաները։ Հիմնականում այն ինչ որ պլանավորած է լինում, դա չի իրականանում։ Ինչ որ մի բան սխալ է գնում, ինչ որ մի բան խանգարում է, ինչ որ մի բան ըստ պլանավորածի չի տեղի ունենում, այսինքն տոտալ նպատակների այսպես ասած քանդում է տեղի ունենում, պլանների քանդում ու ոչ մի դրական իրադարձություն, Հետևաբար ես ինչ խորհուրդ կտայի։ Ես խորհուրդ կտայի օրը անցկացնել առավել пассив վիճակում, շատ ուրեմն այնտեղ որտեղ շատ մարդիկ են հավաքված լինում, փորձեք այդ տեղերում չգտնվել, դա կարող է լինել մեծ առևտրի կենտրոն, մոլեր, դա կարող է լինել թեկուզ քանի որ ընտրություններ են, ապա ընտրական տեղամասեր, աշխատեք գնալ ընտրությունների այն ժամանակ, երբ որ քիչ մարդ կա, իսկ դա առավոտյան շուտ եւ երեկոյան ուր ժամի, կարծում եմ, համենայն դեպս առավոտյան շուտ ավելի քիչ մարդ կլինի, քան թե օրվա ընթացքում։ Մի խոսքով փորձեք խուսափել շատ մարդաշատ տեղերից։
հա, մարդաշատ տեղերից, վայրերից, դա կապ չունի, դա ընտրական տեղամասերն են, թե այլ տեղերն են, հա, առևտրի կենտրոններ, նորից կրկնեմ, սուպերմարկետներ եւ այլն։ Օրը փորձեք անցկացնել առավել пассив վիճակում, մնացեք տանը կամ քաղաքից դուրս կամ ինչ-որ մեկ այլ տեղ, որտեղ դուք չեք հայտնվի մարդաշատ վայրերում, որովհետև որը համարվում է կործանումոր ունենք ու նման իրադարձություն է տեղի ունենում երկրում, բնականաբար ցանկալի է մի փոքր ավելի пассив գտնվել, կատարել ձեր պարտքը, հա, այսինքն գնալ ընտրության, բայց դրանից հետո լինել մի փոքր ավելի пассив, չհայտնվել շատ մարդաշատ շատ վայրերում, հա, որտեղ շատ մարդիկ կան, սա իմ խորհուրդն է, ում համար է դրական օր համարվում, ամեն դեպքում կործանումոր ունենք, բայց ամեն դեպքում դրական առնետի, ցլի, վիշապի, կապիկի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով հողյան անհատական էլեմենտը ունեցող անձինք կունենան ֆինանսական դիրքերում առավել շահեկան դիրք։ Հիմա, ինչու է մեզ մոտ կործանումոր, սա էլ բացատրեմ, որովհետև մեզ մոտ կա ուրեմն տարվա եւ օրվա էներգիաների բախում, այսինքն հրեղենզին բախվում է ջրային առնետի հետ։ Մենք ունենք բախում եւ վերևում եւ երկնքում, այսպես ասած, ըստ բազի եւ երկնքում բախում ունենք եւ երկրի վրա բախում ունենք, այսինքն երկնքում բախվում են էլեմենտները, ջուրյանը եւ կրակինը միմյանց հետ են բախվում, հակադիր բևեռներում են սրանք գտնվում եւ բախում ունենք նաեւ երկրի վրա կենդանակերպերի մասով առնետը եւ ձին բախվում են միմյանց հետ։ Սա ուժեղ բախում է համարվում ամեն դեպքում, ինչքան էլ որ չուզենանք սա տեսնել, բայց ամեն դեպքում նման էներգետիկ ուժեղ բախում ունենք, իմ խորհուրդն է լինել пассив եւ աշխատել հնարավորինս շատ չհայտնվել մարդաշատ վայրերում։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ հունիսի 5-ին եւ 6-ին ես անցկացնելու եմ on-line 2-օրյա մարաթոն նվիրված ֆինանսներին եւ կարմային, ֆինանսները եւ կարման վերնագրով, ինչի մասին է այս մարաթոնը։ Այս 2 օրերի ընթացքում մենք կհասկանանք միասին, թե ինչ է ֆինանսական կարման, ինչու են փողի բլոկները առաջանում, ինչպես են ձևավորվում պակասության սցենարները, ինչ կապ կա թվերի եւ փողի միջև, ինչու փողը չի մնում մարդու մոտ, ինչպես փոխել ֆինանսական վիճակը։ Օրը առաջին օրը մենք խոսենք ֆինանսական բլոկների աղբյուրների մասին, կրկնվող ֆինանսական սցենարների պատճառների մասին, տոհմային փող անցվող օրինաչափությունների մասին, թվերի ազդեցության մասին ֆինանսների վրա, թաքնված կարմիկ սխալների ազդեցությունը փողի վրա։ Օր երկրորդ մենք աշխատենք առատության մտածելակերպի վրա, փողի էներգիայի բացման վրա, ֆինանսական սահմանափակումների վերացման վրա, ներքին վիճակի փոփոխության վրա, գործնական էներգետիկ տեխնիկաների վրա, որոնք բավականին լավ ազդեցություն են տալիս։ Ում համար է այս մարաթոնը։ Եթե ֆինանսական խնդիրները կրկնվում են, եթե ուզում ես հասկանալ փողի խորքային պատճառները, եթե հետաքրքրված ես թվագիտությամբ եւ իհարկե մետաֆիզիկայով։ Եթե զգում ես ներքին բլոկ, եթե ուզում ես փոխել ֆինանսական իրականությունդ։ Ինչպես է անցկացվելու այս մարաթոնը։ Ձևաչափը on-line է, հանդիպում ենք on-line, Zoom-ով, փակ Telegram ալիք է լինելու, որտեղ նյութեր կտեղադրվեն եւ որտեղ կարող եք գրել ձեր հարցերը, շփվել ձեր խմբի անդամների հետ եւ ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները։ 2 օր կենթանի on-line հանդիպում եւ ձայնագրությունների հասանելիություն։ Իհարկե, եթե չկարողանաք 1 օր մասնակցել, ապա հաջորդ օրը կարող եք դիտել ձայնագրությունը։ Վճարումից հետո անմիջապես ստանում եք Telegram-յան փակ խմբին միանալու հղումը, մարաթոնի ամբողջ նյութը, մասնակցության հաստատումը։ Սա պարզապես տեղեկատվություն չէ, ասեմ, որ սա հնարավորություն է հասկանալու ինչու են քո ֆինանսական սցենարները կրկնվում տարիներով, ինչու են բացասական իրադարձություններ տեղի ունենում քո ֆինանսական ոլորտում։ Երբ հասկանում ես պատճառը, դու այլևս նույն կերպ չես կարող շարունակել։ Սա շատ կարևոր է։ Եվ այսպես, հունիսի 5 եւ 6 ընդամենը 2 օր, ֆինանսները եւ կարման։ Իրական արժեքը 15,000 է, բայց այս անգամ մենք ունենք մասնակցության հատուկ գին 4,900 դրամով։ Վճարման լինքը, հղումը ես կդնեմ այս վիդեոյի նկարագրության մեջ, անմիջապես անցնում եք հղումով, վճարումը կատարելուց հետո միանգամից ստանում եք փակ խմբին միանալու հղումը Telegram-ում եւ մնացած ամբողջ ինֆորմացիան արդեն կլինի այնտեղ։ Այսքանը մաղթում եմ ձեզ հիանալի
շաբաթ, հա, շաբաթ, անպայման ընտրեք բարենպաստ օրեր, կատարեք ճիշտ պլանավորում, որտեղ սա տալիս է իրապես իրական ու դրական արդյունք։ Լավ եղեք, մինչ հաջորդ անգամ։